Երբ այս կինը կերակուր էր պատրաստում մոր գալստյան առիթով, հանկարծ նկատեց, որ տանը բրինձը համարյա վերջացել է։ Նա իսկույն վազեց հարևանների մոտ և մի քիչ բրինձ պարտք վերցրեց։ Իրականում նա չէր ցանկանում, որ մայրն իմանար իր ծանր վիճակի մասին, բայց երբ բացեց սառնարանը, տեսավ, որ այն նույնպես համարյա դատարկ է։ Հիմա նա ստիպված էր նորից գնալ հարևանների մոտ։ Նա նորից մի քիչ մթերք վերցրեց, որպեսզի սառնարանը լիքը տեսք ունենար։ Այնուհետև նա կանգնեց պահարանի առջև, զգեստափոխվելու համար։ Բայց հենց բացեց այն, սիրտը սեղմվեց, որովհետև չուներ ոչ մի լավ հագուստ, որը կարող էր հագնել։ Երկար փնտրտուքներից հետո նրան, այնուամենայնիվ, հաջողվեց գտնել քիչ թե շատ վայելուչ մի զգեստ։ Հետո նա նայեց հարդարման սեղանին և նկատեց, որ իր ամբողջ կոսմետիկան նույնպես վերջացել է։ Հիմա նա ստիպված էր երրորդ անգամ գնալ հարևանների մոտ։ Հարևանը հասկացավ նրա վիճակը և տվեց մի քանի անհրաժեշտ հարդարանքի պարագաներ։ Կինը արագ լվաց հագուստը և կախեց դրսում, չորանալու համար։ Այդ պահին նույն հարևանը բերեց ածխի մի մեծ կույտ, որպեսզի նա կարողանար օգտագործել այն ցուրտ եղանակին։ Կինը շտապով ասաց, որ ամեն ինչ հետ կվերադարձնի մոր գնալուց հետո։ Որոշ ժամանակ անց նա իր փոքրիկ դստեր հետ կանգնած էր փողոցում և սպասում էր մորը։ Շուտով հեռվում երևաց մայրը։ Նրա ձեռքին ուտելիքով լի մի քանի տոպրակ կար։ Կինն իսկույն ասաց, որ պետք չէր այդքան շատ բան բերել, բայց հոգու խորքում տարօրինակ ջերմություն զգաց։ Իսկ մայրն այդ ընթացքում մտահոգվում էր, արդյոք իր գալը ավելորդ բեռ չի դառնա դստեր համար։ Այդ պատճառով նա նույնիսկ սկսեց խոսել այն մասին, որ շուտով հետ է վերադառնալու։ Ջրով լի բաժակը սեղանին դնելով, մայրը լռելիայն աչքի անցկացրեց տունը։ Նա ուղղակի ուզում էր համոզվել, որ դուստրը նորմալ է ապրում, բայց հաջորդ իսկ պահին հայացքը թեքեց։ Նա վախենում էր, որ եթե շատ ուշադիր նայի, դուստրն իրեն անհարմար կզգա։ Հանկարծ նրա հայացքն ընկավ սենյակի անկյունում գտնվող ածխի մեծ կույտի վրա։ Դա տեսնելով մայրը թեթևացած շունչ քաշեց և, ոչինչ չասելով, սկսեց պատրաստվել տուն գնալուն։ Երբ մայրը գնաց, կինն իր ընկերուհուն ասաց, որ մայրը լրացուցիչ ապրումների մեջ է եղել իր դժվար կյանքի պատճառով, ուստի այսօր նա ամեն կերպ աշխատել է ցույց տալ, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ Նրան թվում էր, թե կարողացավ թաքցնել ճշմարտությունը։ Բայց հանկարծ նրա հայացքը կանգ առավ լվացքի մեքենայի վրա դրված ծրարին, որը թողել էր մայրը։ Երբ կինը բացեց ծրարը, ներսում փոքրիկ նամակ կար, որտեղ մայրը գրել էր դստեր համար իր ունեցած մտահոգության մասին։ Նամակի հետ դրված էին մի քանի հին, ճմրթված թղթադրամներ։ Այդ պահին կնոջ աչքերը լցվեցին արցունքներով, որովհետև նա հասկացավ, մայրն ամեն ինչ գիտեր։ Նա արդեն նկատել էր իր չորացած ու մաշված հագուստը, բայց ոչ մի բառ չէր ասել։ Նա պարզապես լռելիայն պահպանել էր իր դստեր արժանապատվությունը։ Նույն գիշերը կինը զանգահարեց մորը։ Իրականում նա ուզում էր շնորհակալություն հայտնել նրան, բայց հենց լսափողի մյուս ծայրում լսեց մոր ձայնը, չկարողացավ զսպել իրեն և դառնագին լաց եղավ։ Խրատ, մայրական սերը տեսնում է ամեն ինչ առանց բառերի և օգնում է այնպես, որ չվիրավորի իր երեխայի արժանապատվությունը։